Ազգային ժողովի մեծարգո նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարգելի պատգամավորներ, ինչու որովհետև ընդդիմությունը ոնց որ թե ընդմիջումից հետո տուն է գնացել եւ աշխատանքն ավարտված է համարել, ներկայացնում եմ չափումների միասնականության ապահովման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, սույն օրենքի նախագծում իրականացվել են հետևյալ փոփոխությունները։ Օրենքի կարգավորման առարկան ընդլայնվել է, սահմանվել են պահանջների մեծությունների չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների կիրառման եւ պահպանման վերաբերյալ դրույթներ, վերանայվել եւ ճշգրտվել են մի շարք սահմանումներ, ներդրվել են նոր տերմիններ, սոցիալական եւ տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց, մասնավորապես չափման մեթոդ, չափման ռեֆերենս մեթոդիկա, չափածրարված արտադրանք, չափագիտության խորհուրդ եւ այլն, վերանայվել են կառավարության լիազոր մարմնի գործառույթները, ընդգրկելով պետական քաղաքականության մշակում, միջազգային ուղեցույցների ներմուծում, չափիչ սարքերին եւ չափածրարված արտադրանքի նկատմամբ պահանջների սահմանում, չափագիտության ազգային մարմնի լիազորություններն են հստակեցվել, կառավարման խորհուրդը վերաձևակերպվել է որպես ավելի թափանցիկ եւ բազմակողմանի կառավարման մարմին եւ տեսչական մարմնի լիազորություններն են ընդլայնվել, ներառվել են փաստաթղթերի ստուգման եւ տեխնիկական միջոցներով վերահսկողության գործառույթների իրականացում, օրինակ տեսանկարահանում կամ լուսանկարահանում։ Այստեղ բազմաթիվ բովանդակային փոփոխություններ կա, բայց շատ կարճ օրինակ մեկ օրինակով ներկայացնեմ, ինչի մասին է խոսքը։ Օրինակ չափածրարավորված արտադրանք, ասենք օրինակ բրինձ կես կիլոգրամ, հա, որը որոշակի այդպես փաթեթներով վաճառվում է։ Նախկինում տեսչական մարմինները իրավունք չունեին գնալ եւ դրանց չափերը ստուգել։ Հիմա արդեն մենք հնարավորություն ենք տալիս այս օրենքով, որպեսզի գնան եւ այդ դրանց չափերը ստուգեն, կամ գինի, որի վրա գրված է 700 միլիգրամ, հա, նախկինում չկար հնարավորություն եւ ստուգում չկար, արդյոք դրա մեջ 700 միլիգրամ է, թե օրինակ ավելի քիչ։ Հիմա հնարավորություն են ունենալու տեսչական մարմինները գնալ եւ ստուգում իրականացնել։ Հաջորդը ոչ ավտոմատ կշեռքների կիրառման մասն է, խանութներում եւ շուկաներում օգտագործվող կշեռքներն են, որոնք որ պետք է բավարարեն Եվրոպական միության պահանջներին, ապահովելով ճշգրիտ եւ հավաստիք կշռման տվյալներ գնորդի համար։ Նախկինում ըստ էության, այսինքն սա Եվրոպական միության դիրեկտիվ է։ Այս օրենքը ընդունելուց հետո մեր խանութների կշեռքները պետք է ստուգվեն, ստուգաչափվեն Եվրոպական միության, այնպես ինչպես Եվրոպական միության երկրներում է տեղի ունենում, հետեւաբար կարող ենք ասել, որ օրինակ քաշի մեջ հաճախորդին խաբելու, այսպես ասած, պրակտիկան ըստ էության կարող ենք համարել, որ արդյունքում կարող ենք վերացված համարել։ Չափման միջոցների կարգավորում, սա գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հաշվիչները, վառելիքի դիսպենսերն ու նմանատիպ սարքերը պետք է լինեն ճշգրիտ, հուսալի եւ պաշտպանված ցանկացած ծրագրային միջամտությունից։ Սա ինչ է նշանակում, օրինակ գազի տեսքով բերեմ, հեղուկ կամ այսպես ասած օդ գազը, հա, որ հայտնի, ինչպես հայտնի է մեր ժողովրդի մեջ, հիմա այս օրենքը ընդունելուց հետո հնարավորություն են ունենալու կառավարության որոշում ընդունել, որ ամբողջ այդ գազ լցնող սարքերի ծրագրերը միանալու է ուրեմն պետական ծրագրին եւ պետությունը հնարավորություն է ունենալու տեսնել, այդտեղ միջամտություն կա թե չկա։ Օրինակ հիմա կա հնարավորություն տեսականորեն, որպեսզի միջամտություններ տեղի ունենան հենց տեղում բենզալցակայանում, գազալցակայանում եւ քիչ ենթադրենք բենզին կամ գազ լցնեն, դրա փոխարեն շատ թվային առումով շատ ցույց տա, այսինքն կարող է հիմա ստոգողը գնում է, տեսնում է ամեն ինչ իդեալական է, 5 րոպե հետո ինքը գնա կարան համակարգչի վրա փոփոխություն անեն եւ ըստ էության նորից շարունակեն իրենց եւ թե լիցքավորումը։ Հիմա այդ փոփոխությունը եթե ուզենան անեն, համակարգչով ցույց է տալու ուրեմն պետական վերահսկող մարմնի սարքավորման վրա։ Արդյունքում կբարձրանա սպառողների վստահությունը, սպառողների շահերը ավելի բարձր մակարդակի վրա կլինեն պահպանված, չափումները կլինեն ավելի արդար ու թափանցիկ, Հայաստանը կունենա այս մասով եւս Եվրոմիության երկրների չափանիշները եւ իհարկե պետական վերահսկողության արդյունավետությունը կբարձրանա եւ տնտեսության հասարակության համար կարեւոր ոլորտներում չափումների արդյունքները կլինեն ավելի վստահելի։ Թերևս այսքանը